օրինակ կարող եք վերել։ Որ այսօր կարելի է վերել։ Չէ, Պարների վերաբերյալ եւ ներքին տեսակետից ղեկավարության մեջ հայ-ադրբեջանական հարաբերությունների միշտ եղել է լարվածություն։ Արտաքին փայլի տակ միշտ եղել է լարվածություն եւ հակամարտություն։ Այդ հիմնականում գալիս էր Ղարաբաղի եւ Նախիջևանի պատճառով, այստեղ ես բացառում եմ կրոնական պատկանելիությունը եւ այլ, որովհետեւ ես մի քանի անգամ, երբ որ կենտրոնում մեղադրանքներ էին հարուցում մեզ Ադրբեջանի հետ հարաբերությունների, այսպես կոչված ինտերնացիոնալ դաստիարակության տեսակետից, ես միշտ որպես փաստարկ ասում եի, իսկ ինչի հայերը տաջիկների հետ վատ չեն։ Նրանք էլ են մուսուլման, ինչի հայերը մուսուլման տաջիկների, թուրքմենների, ուզբեկների, մյուս մուսուլմանական, բերեք մի օրինակ, որևիցե մի մուսուլմանական կրոնին պատկանող ժողովրդի, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հարգանք եւ սեր չտածի։ Բացառությամբ երկու ազգերի, տաջիկների, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Դրանք էլ են մուսուլման, բայց ամենասուր հարաբերությունները, հակամարտությունները այդ երկուսի։ Ուրեմն պետք է օբյեկտիվ նայենք ինչն է պատճառը։ Ուրեմն պատճառ կա։ Այստեղ կրոնը բացառվում է։ Կրոնական պատկանելությունը բացառվում է։ Ուրեմն օբյեկտիվ պատճառներ կան, որ ծնում են այդ հակամարտությունները եւ այդ հակակրանքը։ Դա հողային պահանջատիրության հարցերն են եւ պատմական անարդարության մոմենտները, որոնք իրագործվել են տարբեր ժամանակի կառավարությունների, կառավարող շրջանների կողմից։ Մենք կարող ենք մոռանանք հայերի վաստակական ջարդերը մինչև գենոցիդ, հատկապես գենոցիդից հետո մինչև 23 չենք կարող մոռանալ։ Ինչքան էլ քեզ ստիպես մոռանալ, դա մոռանալու բան չի։ Իմ մորապապը եւ մորատատը ոչնչացվել են, բնաջնջվել է մեր ամբողջ ցեղը թուրքերի կողմից։ Հորս կողմից բոլորը բնաջնջվել են, իմ հայրը եւ մայրը որբեր են եղել։ Երկուսն էլ որ մազապուրց են եղել Յաթաղանից։ Դա գենետիկ կերպով նստած է իմ մեջ, բայց ես այնքան գիտակից մարդ եմ, որ միշտ մտածել եմ, որ դա եղած փաստ է, չմոռանալով հանդերձ չի կարելի հարաբերությունները հիմնել զգացմունքների վրա։ Փաստեր կա, այստեղ զգացմունք չի, բանականություն կա, բայց նույն բանականությունը թելադրում է, որ եղածը ինչքան կարելի է կոնսերվացիայի ենթարկել, որպեսզի անընդհատ չմթագնի գիտակցությունը եւ քայլեր անել, որպեսզի լուծվի, բայց երբեք չմոռանալով այդ կորուստները եւ չմոռանալով, որ այդ կորուստներից բացի ես ունեմ կորուստ, որը այսօր նյութական կերպով գտնվում է այնտեղ, մեր հողերը Թուրքիայում, մեր հողերը Ադրբեջան։ Սա չի կարող պատահի, ինչքան էլ ինտերնացիոնալ իրեն կոչի ղեկավարը, պատկանելով տվյալ ազգին չի կարող սա հաշվի չառնել եւ դրանով չափել։ Դա